Այսօր մայիսի 20-ն է և հորոսկոպն այսպիսին է։ Խոյեր։ Ձեր ներսում այսօր արտանում է խիզախ առաջնորդով, մոռացել է զարթուցիչը անջատել։ Մի ձուլացեք, ճակատագիրը այսօր սպասում է միայն մեկին՝ ձեզ։ Ցուլեր։ Փորձեք չծախսել ձեր ամբողջ գումարը ուտելու վրա։ Փորձեք ծախսել այն նաև խոհանոցից դուրս, գուցե ինչ-որ մեկը վերջապես ասի ինչ լավ մարդ է։ Երկվորյակներ։ Ձեր մեջ երկու հոգի կա ու երկուսն էլ այսօր խառնված են։ Ուշադրություն դարձրեք նրանց խոսակցությանը, գուցե նրանցից մեկը ունի իսկապես լավ գաղափար։ Խեցգետիններ։ Էմոցիոնալ ալիքները բարձր են, բայց մի մոռացեք դուք նավակ չեք, դարձեք փրկարարողակ թե ձեզ, թե ձեր ընկերների համար, իսկ եթե չստացվի, գոնե խաչմերուկում կօգնեք մեկին։ Առույցներ։ Կենտրոնում եք ինչպես միշտ, բայց այսօր կենտրոնում կարող է լինել նաև տրոլեյբուսի աչքը։ Զգուշություն, փառքի ճանապարհը գերտ ծանրաբեռնված է, ավելի լավ է մի քիչ հետ քաշվեք ու թողնեք, որ բոլորն էլ արժանիորեն գնահատվեն։ Կույսեր։ Մի մտածեք ամեն մանրուքի մասին, կյանքը տետս չէ, որ մաքուր պահեք, թույլ տվեք փոքր խառնաշփոթը ձեզ դեպի մեծ հաճույքներ տանի։ Կշեռքներ։ Ամեն ինչ կշռադատված է ու հենց դա է վտանգը, այսօր փորձեք մի բան անել առանց չափելու, ասենք բարեք փողոցում կամ խոստովանեք մի բան առանց նախնական գրավոր տեքստի։ Կարիճներ։ Օրը խոստանում է պոտենցիալ արկածներ, բայց դրանք կարող են լինել նաև տելեգրամյան խմբակներում։ Ճշմարիտ արկածը փնտրեք ձեր ներսում։ Աղեղնավորներ։ Հիանալի օր է ճամփորդելու համար, թեկուզ եւ մտովի։ Փախեք ռեալությունից, բայց նրբանկատ եղեք, քարտեզով մի հատ էլ ետ դարձեք։ Այդ եղջյուրներ։ Համբերությունը ձեր ուժեղ կողմն է, բայց եթե սպասում եք, որ մարդիկ կփոխվեն, փորձեք նաև քիչ երազել։ Այսօր թերևս ավելի լավ օր է ինքներդ փոխվելու համար, այլ ոչ թե ուրիշներին փոխելու։ Ջրհոսներ։ Դուք առաջ եք անցնում ժամանակից, բայց երբեմն լավ է ետ նայել։ Այսօր մի գաղափար ձեզ կարող է տանել դեպի հետաքրքիր ծանոթություններ, գուցե նույնիսկ կենդանի մարդու հետ։ Ձկներ։ Գիտակցեք, դուք փախչում եք իրականությունից, պարզապես իրականությունը երբեմն էլ ծանծրալի է ու իսկապես պետք է փախչել դրանից։ Ներշնչվեք, գրեք, նկարեք կամ շոկոլադ կերեք։ Հիմա ամեն ինչ ձեզ ներելի է։ Իսկ ձեզ Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, մաղթում ենք հաճելի օր։ Մնացեք Օրագիր Նյուզի հետ։